որոշում, ըստ որի մարտի 21-ից 31-ը Թուրքիայի հետ սահմանի մարգարանցակետը դարձնում է գործող, որպեսզի այդ երկրի կողմից հումանիտար բեռներ ուղարկվեն Սիրիա։ Ինչ կասեք։ Ինձ թվում է այն 4.5 կիլոմետրներ են ուղարկում Սիրիա։ Դրա համար էլ չկա։ Թուրքիայի սահմանը դրա համար են բացել, 4.5 կիլոմետրը ուղարկում են Սիրիա։ Մի բան էլ է, այսօր Գյումրի հետ մի քիչ կապ ունի, էլի, որ դուք դառնաք քաղաքապետ հետաքրքիր օրինակ կարող եք գնահատական տալ Գյումրիի հետ կապված նախկին պաշտոնյաների արարքներին, օրինակ Քոչարյան Անդոյին, իր մասով մամուլում տարբեր հրապարակումներ կան, որ երկրաշարժի ժամանակ ինքը թալանել է Գյումրիին, չգիտեմ, կերել է այդ երկրաշարժի փողերը բան։ Գյումրի առասարակ ոնց են վերաբերում։ Ինչի իրեն հիշեցի, որտեղ ակտուալ էր, այսօր մեր գործընկերներից մեկին հերթական անգամ վիրավորել էր Քոչարյան Անդոն։ Հիշում եք իրան։ Իհարկե, հիշում եմ 94-ից 96 թվականներին Գյումրիում է եղել տվյալ անձնավորությունը, ես այդ ժամանակ պատանի էի ու ես հիշում եմ, որ Գյումրիում իրեն անվանում էին Հրեշ Անդո։ Հիմա Հրեշ Անդոն կարող է ցանկացածին վիրավորել։ Հարգելի գյումրեցիներ, եթե դուք ընտրում եք Սարիկ Մինասյանին, իմացեք, որ ընտրում եք նաև Հրեշ Անդոյին, որը քաղաքացիական պայմանագիր կուսակցության կարկառուն ներկայացուցիչներից է, որը ամեն քայլափոխի պատրաստ է բոլորին վիրավորել։ Իսկ դուք որպես քաղաքապետ որ դառնաք, էլի, ինչ որ լիազորություն կունենաք այդ նախ անցյալին գնահատականներ տալու, անցյալի որոշ դրված քաղաքապետի լիազորություններից բխող ամբողջ գործիքակազմը ես օգտագործելու եմ, թե այդ գործիքակազմը իրենից ինչ է ենթադրելու նախկին գործերի հետ կապված, հա, օրինակ չգիտեմ, լուծարված գործարանների եւ այլն, հա, դա մինչեւ այդ տեղը չհասնեմ չեմ կարող ասել։ Մի բան էլ այդ տնակների հետ կապված, ես Սարիկ Մինասյանի հետ մի անգամ առիթ ունեցա շրջելու Գյումրիում, ինքը տնակներով շրջում էր, տեսնում էր, հետո այդ նույն տնակները նաեւ մյուս տեխնացուները մտան, բոլորը ճանաչում են ոնց որ այդ տնակի բնակիչներին։ Հիմա դուք այդ տնակների կապած ինչ որ լուծում ունեք արդեն որ այդ մարդկանց ռեալ խոստանակ որ եթե ես ընտրվեցի այսքան ժամկետում այս հարցը կլուծեմ։ Ես հայտարարել եմ, որ եթե մենք մեր ուժը, մեր քաղաքական ուժը ստանձնում է Գյումրի քաղաքի կառավարումը, իսկ փաստացի ծառայությունը սեփական ժողովրդին, մենք մինչև երկրաշարժի 40-րդ տարելիցը, այսինքն 3 տարվա ընթացքում չի մնալու գեթ մեկ ընտանիք, որը ապրելու է տնակում։ Ունեք այդ ռեսուրսը պատկերացումը ոնց է ամբողջ պատկերացումը ունեմ, ռեսուրսը հասկանում եմ որտեղից է պետք բերել, դա ոչ միայն քաղաքային բյուջեի ռեսուրսն է լինելու, դա ոչ միայն կառավարությունից վերցրած ռեսուրսն է լինելու, եթե նույնիսկ պաշտոնապես հայտարարում եմ, եթե նույնիսկ կառավարությունը գումար չհատկացնի այդ հարցը լուծելու, 3 տարվա ընթացքում ես կգտնեմ այդ գումարները, պաշտոնապես հայտարարում եմ։ Հիմա թող ինչ ուզում են ասեմ, ֆանտասմագորիկ, ավելին ասեմ, եթե կառավարությունը Հայատ պրոջեկտի բյուջետը տեսեք, ինչի Հայատ պրոջեկտի, ես մեր Սփյուռքի ցավը տանեմ։ Սփյուռքը այսօր լքված է, Սփյուռքը այսօր միայնակ է, Սփյուռքը այսօր չգիտի ինչպես օգտակար լինի իր երկրին, իր հայրաքաղաքին։ Ես կգնամ, դե այստեղից պարզ է որ չեն ուզում։ Ես կգնամ մեր Սփյուռքի հայրենակիցներին կխնդրեմ, կհամոզեմ, կբացատրեմ, մենք միասին կգտնենք նոր առաքելություն, որով Սփյուռքը կարթնանա, կոգևորվի եւ այդ գումարները բոլորս միասին կհայտայտենք։ Պաշտոնապես հայտարարում։ Մի բան է կառավարությունը, ասացիք, հիշեցի, որ դեռ այս կառավարությունն է, եթե դուք ընտրվեք քաղաքապետես կառավարության հետ ո՞նց եք աշխատել, օրինակ Նիկոլ Փաշինյանը, որ հրավիրի օրինակ խորհրդակցություն։ Դե ինչ որ մի կերպ պետք է դիմանան ինձ։ Իսկ դուք իրենց։ Իմ համար մեկ է իրենց լինել կամ չլինել։ Ես 7 տարի է այս երկրում աշխատում եմ, ստեղծագործում եմ, բիզնես ունեմ, այդ բիզնեսով գումար եմ վաստակում, փորձում եմ մարդկանց օգտակար լինել, իմ համար իրենց լինել չլինելը միևնույն է։ Հայաստանի Հանրապետության համար իրենց լինել չլինելը միևնույն է, որովհետև եղած չեղած մի հաշիվ է։ Ալիևը ինչ ուզում անում է այս պետությունում ու ասել, որ ինչ որ մի ձև այդ մարդիկ ինձ կաշկանդելու են, նվազագույնը ծիծաղելի է։ Օրինակ մանկապարտեզի լենտ կտրելու բան դուք այդտեղ լինելու եք։ Ոչ իհարկե, կներեք մանկապարտեզի բացման, նույնիսկ նախարարը չպետք է գա մանկապարտեզի բացման, եթե վարչապետը գալու է մանկապարտեզի բացման, ես կխնդրեմ մեր թաղում մի հատ շուշաբանդ առաջ տան, թող գա տեղել, բարի խմբերին բերեն այդ շուշաբանդի դիմաց պարին, ինքն է գա այդ լենտը կտրի, յանի լուրջ գործ են արել։
Խորհրդի նաև մտավախություն չկա, որ ընդդիմադիր տեխնացուների ցանկացած տեխնացուի հաղթանակի դեպքում կարող է կրկնվել այն սցենարը, որը տեղի ունեցավ Վանաձորում։ Ես ոչ մի բան չեմ բացառում, բայց պնդում եմ, որ ընդդիմադիր ոչ մի տեխնացուի դա չի կարող կաշկանդել։ Դրա համար Մարտունին ասում եմ, թող զգուշ լինի, հեծանիվով մի բան արած չլինի 11 տարեկան վախտը հիմա հիշել։ Շնորհակալություն։